բարև ձեզ, պարոն Ղուշյան, այո, տեղյակ եմ, սենց բան գոյություն ունի, ասում է, եթե մի մարդու կենցանության օրոք թաղում են, այդ մարդը երկար կապրի։ Այնպես որ ուրեմն այդ երազանքներով, որոնք որ տառապում են մեր քաղաքական հակառակորդները եւ նրանց մանկապույցները, պատասխանեմ մի ձև, բուրազները փորները կմնան, բայց դա չեն տեսնի։ Իսկ Վարդան Ղուկասյանը լավ է, առողջ է, մարտունակ է եւ պատրաստ է իր պայքարը տանել մինչեւ վերջ։ Պարոն Ղուկասյան, ձեր կարծիքով ում են ձեռնտու այս ստահոդ լուրերը, ով է զբաղված այդ ամենի տարածումով։ Նման տեղեկությունները ձեռնտու են մեր քաղաքական հակառակորդներին, Ռոբասերժան Նիկոլականներին, դրանց հետևորդներին, զոմբիներին, թուրքերին, այդում պիտի ձեռնտու լինի, նորմալ մարդու ո՞ս կա նման բան ձեռնտու լինի, պարոն Ղուշյան ջան։ Ես մեկ տեսնում եմ, այսինքն ուղարկում են հարցումներ, Երևանի փողոցում հարց են տալիս որոշակի բանամասկած, ասում են դուք ուզում եք պարոն Ղուկասյանը գա կամ Վարդան Ղուկասյանը ազատություն տեցել, ասում են ինքը կֆուր է տալի։ Այսինքն մարդ ինչ կարգի անասուն պիտի լինի, որ տենալով երկիրը ինչ վիճակի է հասել, որ արդեն եկեղեցու մեջ են մասկյուլում, Ղարաբաղ տվին, փախստականներ 150,000-անոց, այնտեղ զինվորներ են վառել, նարկոտիկը հենց ժողովրդին ուտում է, կոռուպցիան ուտում է, մանկապարտությունը կառավարության վերին էշելոններում եւ այլն, ինքը ասում է, այս մարդը կֆուր է տալի, այսինքն ինչքան պիտի մարդը գետ տահասել էլի, որ այդ ամենը թողած կախվել է Վարդան Ղուկասյանի կֆուր տալուց։ Ինչ ասեմ, այդպես մարդկանց է ձեռնտու։ Այդ կապան։ Իդեպ, պարոն Ղուկասյան, կարող եք այս հարցին եւ չպատասխանել, եթե չեք գտնում նպատակահարմար։ Տեսեք, այն մասին լուրեր կան, որ Ռուսաստանից դուք հրավեր եք ստացել, որտեղ խոստանում են ոչ միայն ձեր անվտանգությունը ապահովել, այլ ցանկանում են, որ բոլոր այն ռուսամետ ուժերը, որոնք կան, միավորվեն ձեր շուրջ եւ միասին գնաք ընտրությունների։ Քանի որ ըստ այդ աղբյուրների ձեր անձնական ռեյտինգը ընտրություններից ավելի բարձր է, քան այդ բոլոր տեխնացուների ռեյտինգը միասին վերցված։ Ինչ եք կարծում, այս ամենից հետո ձեզ կհաջողվի իրոք ստեղծել մի այնպիսի թիմ, որով կարող եք գնալ առաջիկա ընտրություններին եւ հասնել հաջողության։ Իդեպ ձեր նախորդ հաղորդման ժամանակ դուք բացառեցիք ձեր համագործակցությունը երկրորդ եւ երրորդ նախագահների հետ։ Ինչ է, նոր իրավիճակը փոխվել։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, այդ ինչ բանը լուրեր են բացատրվում, բայց դուք բան ասում եք, ուրեմն մի բան գիտեք։ Ինչ ասեմ, ես ավելի շուտ սա չեմ մեկնաբաների, որովհետև դա մեկնաբանելու բան չի, առավել ևս նախընտրական շրջանում եւ մեկնաբանելու բան չի նամա, որտեղ ես ինքս դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ լուրերը պատասխանելը թող պատասխան ինչ ա եղել։ Ես ոչ մի բան չեմ տերում դրա մեջ։ Պարոն Ղուկասյան, մեր ունկնդիրներից շատերը ցանկանում են, որպեսզի Փակ TV-ի օգնությամբ իրենք կարողանան բարձրաձայնել իրենց ուզող հարցերը եւ ձեր օգնությամբ իհարկե լուծել այդ բոլոր տեսակի խնդիրները, բացթողումները։ Նրանք ցանկանում են, որպեսզի բարձրաձայնեն հայաստանյան խնդիրները, խոսեք այն հանցագործությունների մասին, որ կատարվում է մեր երկրում։ Մի խոսքով փորձեք բացել փակագծեր, անել նոր բացահայտումներ։ Գիտեք ինչ, այն հաղորդումը, որ ես վարում էի, որը 8 ամիս ինքը եթե դուր չի գալի, ինքը լուծում է տալի տարբեր հարցերի, ֆինանսական, տնտեսական, կոռուպցիոն, քրեական եւ այլն։ Եվ այդ հաղորդումը ինքնին ոնց որ հարց լուծող հաղորդում էր, Հայաստանի երկրորդ կառավարություն, այսպես ասած։ Եվ ամեն ինչ արեցին Հայաստանի իշխանությունները Երևանի քաղաքապետարանի ընտրություններից հետո Պետրոսը հարց տվեց, Նիկոլին ասեց հայոյանքների կուսակցությունը ձայներ է հավաքել, նա էլ ասեց մենք հետևություն կանենք դրանից։
իրանք հետևություն արեցին, խնդրեմ, Գյումրվա ընտրությունների դեմից հետևություն արեցին, Վարդան Ղուկասյանին իրական դեմից առևանգեցին, Արես ամենաբուն իմաստով, առևանգում է դա ձերբակալում չէր, եւ գիտեք ճիշտ ատորեք, որ անդրադառնում է, թե Վարդան Ղուկասյանը խախտել է էմիգրացիոն կարգը։ Օգտվելով առիթից ասեմ, Վարդան Ղուկասյանը երբեք էմիգրացիոն կարգ չի խախտել։ Մենք այս երկիր եկել ենք տուրիստական վիզայով, 3 ամիս հետո դիմել ենք քաղաքական ապաստանի խնդրանքով։ Էմիգրացիոն կարգ մենք չենք խախտել, դա որոշակի պետական չինովնիկների կեղծ հայտարարությունն է։ Եվ թակելով այդ հաղորդումը շատ եւ շատ մարդիկ զրկվեցին իրենց հարցերը լուծելու եւ արտասելու հնարավորությունից։ Եվ այսպես մարդիկ չգիտեն ում դիմեն։ Այսօր շուտ մեկ տենում եք Տաշիր Սամվելի հետ կապված հայտնվում են մարդիկ ասում են Տաշիր Սամոն նեղության պահին մեր կողքին է եղել։ Բայց ի՞նչն է հետաքրքիր, երբ որ գյուղերը հանձնում էին աղավնո, Տաշիր Սամոն ուր էր։ Վարդան Ղուկասյանը բնակարանի խոստում տվեց եւ բնակարան տվեց։ Այն մարդկանց, ովքեր վառեցին իրենց բնակարանները։ Ճիշտ է, այդ մարդկանցից ոչ մեկը չի հելնում խոսում, որոնք նստած են իմ տված տան մեջ։ Չեն հելնում ասում գոնե ազատություն Վարդան Ղուկասյանին։ Ես էլ հիշեցի Գարեգի Նժդեի բառերը, ով ապերախտ իմ ժողովուրդ, որ Վարդան Ղուկասյանը տունը քեզ չտար Սևանում կամ Սյունիքում, որտեղ եք շնտարկելու, որ այսօր չեք կնում մի բառ խոսակ։ Եվ բազմաթիվ նմանատիպ հարցեր եւ այլն, այսօր շատ քիչ են համարձակվում խոսան, որ Վարդան Ղուկասյանի ազնվություն արի, օգնել է ձեռամեկներ, բայց այնտեղ մեկին ճարում բերեն Տաշիրի մոտակայք Տաշիրը մեզ օգնել է։ Այսինքն հիմա իշոր մի կետ ես հասկանում եմ ցանկանում եմ գտնել այդպիսի մի աղբյուր, այդպիսի մի գործիք, որը կարողանա այս հարցերը լուծել, բայց չեմ կարծում, որ որևիցե մի լրատվամիջոց կամ հաղորդում կարողանա անել այն, ինչը անում է Վարդան Ղուկասյանը իր հաղորդումով։ Եվ այն քաղաքացիները, որոնք որ հույս են փափագում, որ իրենց հարցը պետք է լուծվի, իրենց խնդիրները պետք է բարձրացվեն եւ այդ քաղաքացիները պիտի ակտիվ մասնակցեն Վարդան Ղուկասյանի այսպես ասած քարոզարշավին, ակտիվ գնան ընտրությունների ժամանակ ընտրատեղավար ձեզ քվեարկեն դուք կուսակցության օգտին։ Այդ ժամանակ բոլորի չեմ ասում 100%, բայց մեծամասնության սոցիալական, տնտեսական եւ այլ տիպի հարցերը կլուծվեն։ Վարդան Ղուկասյանը 4 պատի մեջ նստած, հիմա ոչ մեկի հարցը չի կարող լուծել, մեկը հիմա մեր հարցը լուծի։ 7-6 advokatով փաստաբաներով մենք չենք կարողանում հասնել արդարադատության այս երկրում։ Չի ստացվում։ Ինչ ուզում ես սրա, բոլոր բռները քարաշ փակ են։ Ձեզ բան չի եղել, բոլոր փաստաբանները զարմացած են, ասել մենք ձեզ բան չենք տեսել։ Ես ինչ է կատարվում։ Դա Հայաստանի հետոքը չի, Հայաստանը երկիրը չի, որ կարողանալ այս երկրում հարցեր լուծել։ Մենք հասկանում ենք քամին որտեղից է փչում։ Եվ ես ուզում եմ ասեմ իմ ժողովրդին, որ մի փոքր շեղվեմ ձեր հարցից, իմ ժողովրդին, որ հարգելի ժողովուրդ, ես պինդ եմ, ես ամուր եմ, բայց ես զգում եմ ձեր աջակցության կարիքը։ Ես այո զգում եմ, որովհետև այն ինչքան էլ առյուծը լինի, բայց որ գցում ես վանդակի մեջ, ինքը չի կարող ոչ մի բան անի։ Հիմա մեզ գցել են այդ վանդակի մեջ։ Մենք որ կողմ կպնում ենք, որ հասնենք արդարադատության, չի ստացվում։ Չի ստացվում։ Դատավորը դատանի դալիճը գալիս, վճիռ մաքրել ձեռը։ Մենք մանբան չենք տեսել։ Սկիզբնաբար Շենգամիթի դատարանը չկա։ Այս վիճակն է։ Եվ մենք պայքարում ենք սրա դեմ։ Մենք պայքարում ենք արդարության հասնելու համար։ Ես եկել եմ այս երկիր ապաստան խփելու եւ մնալու եմ այս երկրում։ Այնքան ժամանակ, ինչքան որ պետք է։ Մենք գնալու տեղ չունենք։ Եվ Վարդան Ղուկասյանի անվտանգության պատասխանատվությունը այս երկիրն է կրում։ Ես այս երկրից եմ խփել քաղաքական ապաստան։ Ոչ Ֆրանսիայից, ոչ Գերմանիայից, ոչ Ավստրալիայից, այս երկրից, ես այս երկիրն եմ գտել, որ ունի արդար դատական համակարգ։ Այս երկիրն եմ ես գտել ամենաանվտանգը մեզ համար 2022 թվականին։ Եվ դիմել եմ, եւ ոչ միայն ես։
Եվ հիմա մենք տեսնենք, թե ինչով կավարտվի։ Իսկ ինչպես ես օգնել ժողովրդին, ես հիմա չեմ կարող օգնել ոչ մեկին։ Նույնիսկ եմ գնում, առուտին գցես վանդակի մեջ, նա չի կարող որսանի, դու պիտի միսը տաս, կերը տաս, այդ կենթանին այդ վանդակի մեջ ստատկի։ Եվ հիմա իմ ժողովրդի օգնության եւ աջակցությունն եմ, օգնության աջակցությունն ես խնդրում։ Ես դուրս կգամ, ես նորից կանգնացեմ իմ ժողովրդի կողքին, ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ այսօր ժողովրդի կողքին։ Մի հատ նայեք ինչ է կատարվում։ Էլ երկրապահ փակեցին, մի հատ քաղաքական կուսակցություն քննադատեց, որ ինչ իրանքով է երկրապահ փակում, ինչ իրանքով է մեծով մարդուցին հանում գրքերի միջից։ Կամ Արարատ սարը, կամ բանակը խիշերեցիր մի տարի 6 ամիս, քո հակառակ երկիրը բանակի ծառայության ժամկետը կրճատել, չէ, դու չես կրճատում։ Էս ինչ ես անում, այլվիժված։ Գնում հասնում է Դուշանբե բոլոր ԱՊՀ նախագահները վրեն խժում են, բարես ամենապուն իմաստով են, քույչ են, որ մի հատ խելառ են կտը վրեն կասավատ են ըլում է, այդ նույն վիճակը, Տաջիկստանի պրեզիդենտը Ալիևը, մյուսը, Բելարուսիայի նախագահը, ու այդքանից հետո այդ թրջված ետիմը մի հատ էլ գնում է Եգիպտոս, մի հատ են վրեն խժում։ Հայ ազգին շինել են սաղ ուսանակի առարկավոր մի լրատվամիջոցի դիմում ես, որ փորձես բարձրացնել ես խնդիրը, ասում Հայաստանն է վերաբերում, հետաքրքիր չի։ Ամենակակարուն ամերիկյան միջազգային լրատվամիջոցներ Հայաստան բառ անգամ չեն ուզում լսեն, որովհետև այս ազգին շինել են չմո բարես ամենաբուն իմաստով, գառլախ, որովհետև երկրի ղեկավարությունը գառլախ է, մեկ բառով ասեմ։ Այդ հայի թասի բաժանապատվություն վերացել ամեն ինչ։ Հակառակով երկրի նախագահի գիրքը դոշի խփած, չսաքսավորված եկեղենը, Սևանի ափիդը ստաց հարցվում է, մեկը չասեմ դու եսի չես անում, այդ այն մարդը, որ բայրակթարի վրա ստորագրեց, բայրակթարն եկա մեր երեխեքին առեց ու խաշվեց, մորթեց, որ մի կուսակցությունն է քննադատում։ Կամ տեսնելա, որ բռնում դատում են, բռնում կալանավորում են, տասողի կոսել չունենք, այդ ետիմը, այլ միացել ես նամակ էի գրել դրան, փոշմանել եմ, որ գրել եմ, նա ահանիշ է այդ նամակին։ Այս վիճակն է, ուրիշ սենց խոսացող չկա, գոյություն չունի։ Ուրիշ հովան ես Թումանյան ու Խաչատուր Աբովյան, մենք չենք կարա կտնենք բերենք, իմ ասենք, սա մեր Խաչատուր Աբովյանն է, կարանք բերենք, չի աղբեր, մի հատ երևա պրծավացավ գնաց, նույնը Թումանյանը, նույնը Կարպը, նույնը Ֆրոզիկը, նույն ձեր է Վասան Ղուկասյան այդ մի հատնա, ու թվուրատանի չենչան, դրան են արժանի, իր պիտի ասվի, ուրիշ լեզով հնարավոր չի կոչել այս մարդկանց, հասկացեք, այդ կուլտուրականները թող միացել իրաց կողը տենան, այդ կուլտուրական որ իրաց տուն ու տեղ այս վիճակին են հասցրել, կուլտուրական Ղարաբաղը տվին, կուլտուրական Քերբաջանը տվին, սաղ տվին, զիվորներին վառին, տեստերներին են դատում, նարկոտիկը հել է մասկացում, եկեղեցում մեջ են մաս խփում արդեն, տես բան չկա ոչ մի աշխարհում։ Այս ասել կուլտուրան, այդ կեղծ կուլտուրականի դեպքի պետք է փակել, այդ կեղծ բարոյականների, մեր հզոր վարչապետ ասվեն, դուսանպես ասվեն խրժում էին։ Եվ իհարկե վերջին հարցս, ինչ ունեք ավելացնելու։ Որ կանգնած լինեն իմ կողքին, ես հիմա ունեմ ձեր օգնության կարիքը, այսքան, շնորհակալություն։